Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունները որպես իրենց բրենդային ձեռքբերում այստեղ այլուր եւ ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բալսյոմ դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին, ընդ որում արդեն կատարված փաստ որպես։ Իսկ երեկ էլ պարզվեց, որ պերաշկիով ու կուկուռուզով նկարներն իրենց միջազգային նոր ճանաչում են բերել։ Սիրելի հայրենակիցներ, հիշում եք 2020 թվականի մարտ ամիսը, երբ որ ամբողջ աշխարհը սկսել էր հնարավոր ու անհնար ամեն քայլի դիմել, որպեսզի COVID-ը իրենց երկրում քիչ տարածվեր, իսկ մեր իշխանությունը նույն մարտին հրահանդրավակների շարք էր սկսել, քարոզարշավի էր դուրս եկել, իսկ COVID-ի դեմ առաջարկում էր ընդհանրապես պայքարել պինցետով ու տնական օղիով։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունը առաջարկում է պերաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել. անհաղ թերոս քաչնազար, մի պերաշկիով կոտրի հազար։ Ինչ վերաբերվում է ժողովրդավարությանը, իրականում այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով իրենց հանրահայտ առանց բիտումի շատ աղից քանդվող ասֆալտով անցել։ Իսկ կոռուպցիան ավելի հետաքրքիր զարգացումներ է ապրում։ Այնպես է արմատախիլ արվել, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է։ Դա ես չեմ ասում, դա Transparency International-ը իր զեկույցում է ասում։ Հայաստանում այդ համաթիվը 23-24 թվականներին 47 էր, իսկ արդեն 25-ին 46։ Իսկ համաթվի նվազումը նշանակում է կոռուպցիայի մակարդակի աճ։ Ժողովրդավարության բաստիոնում կոռուպցիան արմատախիլ արված երկրում կոռուպցիան աճել է շատ կարևոր ձեռքբերում։ Փաստորեն դուք ոչ միայն ժողովրդավարության մակարդակն եք հասցրել բռնապետության, այլ նաև տապալել եք կոռուպցիայի դեմ պայքարը։ Խնդրեմ օրինակներ։ Ահռելի արտաքին պարտքի դիմաց մեծ գումարներ են ծախսվել ասֆալտապատման համար։ Պարզվում է դրանք առանց բիտումի են, որն էլ դարձել է ասֆալտի քանդման պատճառ։ Մեծ գումարների վատնում, անորակ աշխատանք, ամեն ինչ ճիշտ արված ծախսերի ներկայացում, բա սա կոռուպցիա չի։ Դեռ ավելին, ճանապարհների քանդվելը բացատրվում է առատ ձյունից մաքրելու համար շատ աղ օգտագործելով։ Երևի այդ աղի համար էլ մեծ գումարներ են ծախսվել, հատկապես թղթի վրա։ Հաջորդը ակադեմիական քաղաքի մասին։ Արդեն մի քանի տարի է բյուջեն ներկայացնելիս խոսում էր ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների կատարման մասին, օտարերկրյա կազմակերպությանը պատվիրակված ծրագրի կատարման մասին եւ բնականաբար այդ ամենի համար օգտագործված մեծ գումարների մասին։ Եվ ընդամենը 1 ամիս առաջ հայտարարվում է, որ այդ աշխատանքները դադարեցվում են, հետաձգվում մինչեւ 30-ից 34 թվական։ Պարզ է, չէ, որ 34 թվականին դուք այլևս իշխանություն չեք լինելու, բայց ձեր արած ծախսերի ճակատագիրն ինչ է լինելու։ Այդքան գումարի անարդյունավետ ծախսը կոռուպցիա չէ, բայց ինչ է։ Պարոն Եղոյան, դադարեք խոսել։ Բյուջեից 3 միլիարդի տրամադրում կառավարության անդամներին որպես մոտիվացիա լավ աշխատելու համար։ Եվ այդ ամենը հիմնավորվում է, թե նախկինները թալանել էին, մենք էլ հետ ենք բերել ու դրա 0.0001% օգտագործել խրախուսանքի համար։ Ասել է, թե հետ է բերվել հազարավոր տրիլիոններ, որը բազմակի անգամ գերազանցում է արտաքին պարտքը։ Եվ ես հարցում եմ ուղարկել Ֆիննախին ճշտելու համար, թե այդ հետ բերված տրիլիոնները բյուջեում որտեղ են թաքնված։ Ստացել եմ հետևյալ պատասխանը։ Պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է պետք։ Խոստացել են 30-օրյա ժամկետում պատասխանել։ Հետաքրքիր է, ինչ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի իրենք իրենց հետ բերածի տեղը ցույց տան։ Կարող է իրոք հետ եք բերել, իրար մեջ բաժանել, մեջ արել։ Թե գիտեք, որ ի սկզբանե ժողովրդին հեքիաթներով եք կերակրել, ստել, նախկինների միլիարդավոր թալանի մասին խոսել ու հիմա չգիտեք ոնց խոստովանեք։ Հիմա ո՞րն է, ժողովրդին խաբել եք, խաբում եք ու խաբելու եք, թե իրոք հետ եք բերել ու յուրացրել։ Բա սա մանիպուլյացիա ու կոռուպցիա չի։ Այժմ խոսեմ քաղաքական կոռուպցիայի դրսևորումների մասին։ Քաղաքական կոռուպցիան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահումն է իրենց իշխանությունը պահելու նպատակով, անտեսելով ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունը։ Ասենք օրինակ, SMS-ով ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջ, SMS-ով падգամավորի մանդատ վայր դնելու պահանջ, թիմ ընտրությունների արդյունքների խմբագրում եւ իրենց քիմքին հաջող տեխնացուի նշանակում, սահմանադրական մարմին ԿԸՀ-ի նախագահի խայտառակ ընտրություն շահերի բախման ակնհայտ դրսևորմամբ։ Այժմ ընտարական գործընթացներին ընդառաջ մանիպուլյացիաների ու կոռուպցիայի մասին, վարչական ռեսուրսի օգտագործման մասին ընտրություններում հաղթանակ ապահովելու համար։
Իրական Հայաստանի ձեր նախընտրական քարոզարշավի կոնցեպցիան ներկայացնելու համար վարչական ռեսուրսի օգտագործում։ Բա սա կոռուպցիա չի։ Թե ձեզ թվում է, որ պերաշկի ու կուկուռուզ ուտելով մարդկանց աչքերին թոզ եք փչում ու նրանք չեն տեսնում այդ կոռուպցիայի դրսևորումը։ Թոշակառուին խոստանում եք բարձրացնել 10,000 դրամ եւ ներկայացնում եք դա որպես իրենց նկատմամբ հոգատարության դրսևորում։ Իրոք դրանից լավ նախընտրական կաշառք, բա ինչու բյուջեի մասին օրենքով դա չարեցիք։ Չէ՞ որ ձեր երկրի ղեկավարը հայտարարել էր, որ դեռևս 25 թվականին բյուջեն տրիլիոններով հետ բերածով ավելացրել եք։ Այս 0,01%-ը կառավարությանը տվեցիք, մի քանի տոկոսն էլ տայիք թոշակառուին։ Ինչու ոչ հունվարից, ինչու ապրիլից, չէ՞ որ հետ եք բերել։ Դուք նրանց լավություն չեք անում, դուք նրանց հասանելիքի մի մասն եք ընդամենը վերադարձնում եւ դեռ հայտնի չէ թե քանի ամսով, մինչեւ ընտրությունները։ Այստեղ էլ եք աշխատում ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով։ Ձեզ համար թոշակառուի բարեկացությունը չի կարևոր, այլ ձեր վերընտրվելը։ Բա սա կոռուպցիայի ու նախընտրական կաշառք չի։ Մտածում եք, թե թոշակառուն չի հասկանում դրա կաշառք լինելու բնույթը։ Մի մոռացեք, որ այդ մարդկանց առաջ դուք ձեր դիմակներն արդեն պատրել եք։ Խաբելու մանիպուլյացիայի ձեր այս փորձերը չեն անցնի։ Այո, պետք է բարձրացնեիք, բա ինչ պետք է անեիք։ Պարզապես խոստովանեք, որ դրանով փորձում եք շրիշակի ցածր ձեր վարկանիշը գոնե մինչև շրիշակի մակարդակի բարձրացնել։ Բայց ինչպես կասեր Համոսահյանը, հավքը ձեռքից որ թռավ, էլ հետ չի գալիս։ Ընտրություններին ընդառաջ օրենսդրական այնպիսի փոփոխություններ եք իրականացնում, որոնք կարգել են դիտորդական առաքելություններին վերահսկողություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում, եթե այդ կազմակերպությունը ձեր սրտի ուզածը չի տա ձեր ուզած եզրակացությունը ընտրությունների վերաբերյալ, եւ նման լիազորությունները մերժման տվել եք ԿԸՀ-ին, այն ԿԸՀ-ին, որի նախագահը ընտրվել է խայտառակ կեղծիքով։ Պարգևատրումների անվան տակ ձեր թիմակիցներին բյուջեի հաշվին կաշառք տալը հենց նույն թոշակների բարձրացման փոխարեն։ Բա սա կոռուպցիա չի, որովհետև շատ լավ հասկանում եք, որ առաջին 50-նյակում չհայտնվածները խիստ վտանգավոր են ԿՊ-ի թիմից թռնելու տեսանկյունից։ Դե ինչ ասենք, հիպոթեք ունեք, լավ ապրելու տարբեր ծրագրեր ունեք, նոր հիպոթեկներ ու բիզնեսներ ունենալու ծրագրեր ունեք, հատկապես երբ համեմատում եք, հաստատ դուք ինձ կաշառք չեք տալիս, հաստատ դուք մեզ կաշառք չեք տալիս։ Տիկին Կյուրեղյանի ժամը վերականգնեք, 10 րոպե վերականգնեք Տիկին Կյուրեղյանի ժամը։ Դահլիճում լռություն, վերականգնեք Տիկին Կյուրեղյանի ժամը։ Շարունակեք Տիկին Կյուրեղյան։ Հատկապես երբ համեմատում եք ձեր ոմանց ակտիվությունը այն անցածների 50-նյակում հայտնվածների անցած պասիվությամբ, հասկանում եք, որ լեգիտիմ ընտրությունը նույնիսկ դուք հենց ձեր թիմում չկա։ Եվ բնականաբար այդ մարդիկ պոտենցիալ թռնողներ են։ Ինչու ասենք Կոնջորյանը կարող էր Լուսավորից ԿՊ թռնել, Շիրակ Թորոսյանը, Գևորգ Պապոյանը ՀՀԿ-ից թռնել, Վահագն Ալեքսանյանը ԲՀԿ երիտասարդականից թռնել, իսկ մյուսները հակառակողությամբ չեն կարող թռնել։ Դե իրենց թիմակիցները շատ գաղտնիք գիտեն, իրենց մինչև 8-9 միլիոն պարգևավճար պետք է։ Սիրելի հայրենակիցներ, շատ քիչ ժամանակ է մնացել այս իշխանություններից, այս ուժից ազատվելու համար։ Դրա համար պետք է անպայման մասնակցել ընտրություններին։ Իրենց հույսը ընտրողների քիչ մասնակցությունն է, որովհետև իրենք ունեն հստակ ֆիքսված քանակությամբ ընտրողներ, եւ ինչքան քիչ մարդ մասնակցի ընտրությանը, այնքան մեծ կլինի իրենց քվեների տոկոսը վավեր ձայների մեջ։ Իմացեք, որ ձեր չմասնակցությունը նույնն է, թե ձեր ձայնը տալիս եք ԿՊ-ին ու ՆՓ-ին։ Իսկ ես համոզված եմ, որ դուք դա չեք ուզում։ Ընտրելուց առաջ հիշեք, որ Նիկոլին ընտրեցիք առանց հաշվի առնելու կենսագրությունը, մարդկային տեսակը, կրթություն ունենալը, բանակում ծառայած չլինելը։ Իսկ հիմա ուղղակի ընտրելուց առաջ գնահատեք ուժը ներկայացնող թիմի կարողությունները, խոստումների իրատեսականությունը, իրենց տված խոստումների կատարման կենսագրական փորձը, ազգային պետական դիմագիծը եւ ընդդիմադիր եւ ձեր ձայնը տվեք ընդդիմադիր ազգային ուժի։ Սա է մեր երկրի փրկության գրավականը, սա է ապագայում Հայաստան երկիր ունենալու գրավականը։